Հայկայական թեկնածու Մխիթար Վարակյանը չնայած 4500-ից ավելի ձայների տարբերությամբ է պարտվել ԲՀԿ-ական թեկնածու Մուշեղ Պետոյանին, այնուհանդերձ վերջինս որոշել էր բողոքարկել ընտրությունների արդյունքները և թիվ 36 ընտրատարածքային հանձնաժողով թվով 12 ընտրական տեղամասում վերահաշվարկի պահանջի դիմում էր ներկայացրել։ Ընտրատարածքային հանձնաժողովը սկսեց վերահաշվարկը։ Առաջինը բացվեց 36 կոտորակ 2 տեղամասի պարկը, մոտ 4 ժամ տևեց վերահաշվարկը։ Արդյունքում թեկնածուներին տրված ձայների մեջ էական փոփոխություն չարձանագրվեց։ Երբ արդեն երկրորդ տեղամասի վերահաշվարկն էին ուզում սկսել, 36/6 տեղամասային հանձնաժողովի նախագահ Պարքև Կուրղինյանն առարկեց, թե վերահաշվարկ անցկացնելու իրավունք չունեն, դրա համար մեջբերեց ընտրական օրենսգիրքը։ Քանի որ դիմումատուն թեկնածուն է, իսկ թեկնածուն այդ պահին ներկա չի եղել մեր ամփոփիչ արձանագրությունը կազմելուն եւ 4-րդ նիստի մասնակցելուն, նա ներկա չի եղել, ապա իմ կարծիքով այս հակասություն կա նրա դիմումի եւ այս կետի միջեւ։ Զանգ հնչեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանին։ Ինչ անեն։ Այդ պահից սկսած վերահաշվարկի գործընթացը կասեցվեց։ Մխիթար Վարակյանի վերահաշվարկի դիմումները մերժվեցին։ Ստացվում է 36 ընտրատարածքային հանձնաժողովը խախտել է ընտրական օրենսգիրքը եւ մեկ տեղամասում կատարել էր վերահաշվարկ։ Ճիշտ ասած, եթե վերցնենք օրենքի տառին համապատասխան, իրոք մենք երևի չպետք է բացեինք այդ տեղամասի արդյունքները, բայց բացելուց հետո էլ եւ հիմի էլ ես ասում եմ, որ ճիշտ ասած բարի կամք դրսևորեցինք այն իմաստով, որ հրապարակայնությունը ոնց որ թե ավելի ապահովված վիճակ էր, նամանավանդ որ բացելուց հետո էլ արդյունքները տեսան, որ ոչ մի մեջսեղում